ուղղակի այնտեղ չի կարող գնալ որևէ գյուղատնտեսական նշանակության արտադրան։ Գիտեք, Ռուսաստանն էլ ունի այդ հնարավորությունը։ Օրինակ Կրասնոդարի մարզում ինքը շատ ավելի բերի հողեր ունի, շատ ավելի ընդարձակ ու շատ ավելի լայն հնարավորություններ, բայց այստեղ արդեն նրանց տնտեսական համագործակցությունը երկրների հետ, այդ թվում իր գեոպոլիտիկ ազդեցությունը տարածելու ունի որոշակի բանաձև։ Այդ բանաձևը նշանակում է դուք արտադրեք, բերեք իմ շուկա, վաճառեք։ Օրինակ արևմտյան երկրները Եվրոպան եւ Ամերիկան այդպես չեն վարվում։ Նրանք հակառակ գրանտներ են տրամադրում, վարկեր են տրամադրում, միևնույն ժամանակ արգելում են արտահանում իրենց երկրներ, որպեսզի կարողանան ներքին սպառում պահպանել։ Այսինքն հենց այս Ռուսաստանի այս տրամադրվածությունից ու բանաձևից, եթե մենք բացանցում ենք, ամեն վայրիկյան Ռուսաստանը կարող է որոշում փոխել եւ ինքը սկսել արտադրել։ Քանի դա դեռ չի անում, մենք օգտվում ենք, բայց մենք պետք է գիտակցենք վտանգը, ռիսկերը մեկ վայրիկյան շուտ կանխատեսենք, դա դարձնենք կառավարելի ու ռիսկերի չեզոքացման կամ կառավարելիության շուրջ բանաձևեր մշակենք նոր։ Հիմա ծաղիկները ունեին խնդիր, որոշակի սանիտարական խնդիրներ, որոնք որ սպառնալիք են ներկայացնում ռուսական շուկայի համար։ Ջերմուկը ունի խնդիր։ Միգուցե այդ խնդիրները վերացվեն, բայց հաջորդ խնդիրը առաջանա ու եւս մեկ անգամ հայտարարում չկարողանանք էլ արտահանել։ Ինչ է տեղի ունենալու։ Բոլոր արտադրողները իրենց այդպես ջերմատները, այգիները ուղղակի թողնելու են անմշակ, բոլոր աշխատանքի ներգրավված անձինք մնալու են գործազուրկ, միևնույն ժամանակ մենք լսում ենք Ռուսաստանից սպառնելիքներ գազի սակագնի թանկացման վերաբերյալ, վառելիքի թանկացման Նիկոլ վերաբերյալ։ Փաշինյանն ասում է մենք պետք գազը կունենանք։ Դե ցնդաբանությունը էլի ինչպես արին չեմ կարող ասել, ինչպես է գազը ունենալու, ինչի հաշվին է ունենալու։ Գազ ունենալ սիրելի ժողովուրդ, ուղղակի հաճելի խոսքերը լսելու համար չի, էլի գազ ունենալու համար պետք է ընդերքում ունենաս գազի պաշարներ, կարողանաս արդյունահանես, կարողանաս օգտագործես, որտեղից ենք ունենալ։